Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Մաքրում էի տները, իմ ննջասենյակը եւ սկսեցի փոշիները մաքրել, հավաքել, հասավ հերթը դիվան բաշում իմ կշերքին։ Նայեցի ջղայնացած կշերքիս, ասեցի դու իմ ներվերի վրա ազդում ես։ Քանի որ դուք բոլորդ ինձ սիրում եք եւ լսում եք իմ խորհուրդներին, մի խորհուրդ։ Երբ որ առավոտյան կարթնանաք եւ կզգաք, որ դուք մի քիչ ինչ-որ թմբլիկացել եք, պարկում եք անկողնում, ասենք հեսա դուք եք, պարկում եք անկողնում, ոտները ձեր տնկում եք վերև եւ կշերքը դնում եք այսպես վրան։ Գիտեք ինչքան է ցույց տալի։ Մի կիլո։ Եվ հանգիստ խղճով ուրախացած երկելով դուրս են գալի ձեր սենյակից, ասելով սիրելիս, նիհարել եմ, բայց գիտենք որ չենք նիհարել։ Սա երեխեք ջան կատակ էր, բայց բոլորը գիտեն, բոլոր կանայք տարիքով, որ արդեն սկսում ենք մեծանալ, անգամ երբ որ նայում ենք հացին, խլեբին, էլի հացին, նայում ենք խմորեղենին, չենք ուտում, հաջորդ օրը 500 գրամ, իսկ ինչու ներվայնանանք, եթե կարող ենք կշերքը դնել ոտներին եւ պարկել եւ այդպես կշռել։ Ահա սիրելիներս, հրաշալի խորհուրդ Անահիտի կողմից, սկսեք ձեր օրը գեղեցիկ եւ ուրախացած դուրս եկեք ձեր ննջասենյակներից, ասելով ուռա, մի հարել եմ։